Թող փառավորվի մեր Տիրոջ անունը, Փառք Հիսուսին, քույրեր եղբայրներ։ Մենք այսօր նորից հնարավորություն ենք ստացել Հիսուսից ապաշխարելու Փառք Հիսուսին։ Եվ մենք պետքա ճիշտ հասկանանք Սուրբ Գրքի խոսքերը, որսի կարողանանք ճիշտ քայլերի գնալ, որովհետև մենք չենք կարդալու, հանուն կարդալու, այլ որ օգտագործենք, եւ որ մենք մտածում ենք փրկության հարցը հետաքրքիր է, որ երբեմն խառնվում ենք շատ հարցերի մեջ, բայց ասենք որ Աստվածաշունչը ճշմարտությունը եւ շատ կարգավորված, ասեմ ձեզ, խոսքեր են, մեկը մեկի հետևից այսպես շարված է, ուլունքից լավն է, որ ուլունքներ են ելում, եւ մեկը մեկին իրոք լրացնում է։ Չկա այստեղ բացասական, ինչ-որ հակասական խոսքեր, դա մեզ համար է։ Այո, Աստվածաշունչը հզոր գիրք է։ Աշխարհի ամենալավ, ամենաթանկ նվերն է, երբ որ մարդը դա գնահատի, որտեղ սա տանում է փրկության, տանում է հավիտենական, սա տանում է անմահության, Փառք Հիսուսին։ Սրա անունը Սուրբ գիրք է, Փառք Աստծո։ Սրա անունը Աստծո շունչ է, Աստվածաշունչ է, գրքերի գիրքն է սա, Փառք Հիսուսին։ Հիմա շատ անգամներ, երբ որ կարդում ենք, բողոքում ենք, մեկը շնորհը չի ընդունում, մեկը օրենքը չի ընդունում։ Բարեկամներ, բոլորն է պիտի մենք ընդունենք, Փառք Աստծո։ Ամենը իր տեղը կա։ Ամենը մեզ համար ճանապարհ է հարթում։ Եթե չլիներ օրենքը, չէր լինի նաև շնորհը։ Եվ մենք այսօր պարզաբանում ենք պարզապես իրար հետ, թե ինչի մասին է այսօր խոսքը, ինչ գանձեր կան այս Աստվածաշնչի մեջ, երբ որ մարդիկ սկսում են կարդալ Աստծո խոսքը, ոչ թե հանուն կարդալու, եղել է դե մեր հետ էլ կարդացել ենք, բայց ուշք ու միտքներս ուրիշ տեղ ա եղել։ Նորից եմ կարդացել, հենց եկել եմ այդ տեղը, որտեղից իմ ուշը դարձրել եմ ուրիշ տեղ, նորից հենց այդտեղից շեղվել եմ, ասում եմ, ես ինչա կատարեմ, նորից եմ կրկնել, նորից այդտեղից չարս փորձել է շեղի, դրա համար աղոթքը միշտ կարդալուց առաջ պիտի աղոթք անենք, բարեկամներ, սատանային ձեռ չի տալի կարդաս, ձեռ չի տալի հատկապես խորանաս նրա մեջ, հատկապես անես Աստծո խոսքը, դրա համար կան պայմաններ, նախապայմաններ, ամեն բանից առաջ ինչ արեք, աղոթք արեք, փառավորվի Հիսուսը։ Ուզում եմ կարդալ ուրեմն Հռոմեացի շատ ծանոթ համար է մեզ, դա 7-րդ գլուխն է, քույրեր եղբայրներ, Հռոմեացիս 7-րդ գլուխ, եւ ուրեմն կարդանք 9 համարից։ Եվ ես առանց օրենքի մի ժամանակ կենթանի էի։ Դասեք ինչ հետաքրքիր խոսքեր ա գրված։ Առանց օրենքի, ասма ես կենթանի էի, օրենք չկար, ինձ մար ապրեմ էի, առաքյալ ասма, այսպես հավեսով, ինչ ուզում էի անում էի, ասունել էի պաշտեմ, ասուն հակառակ բանել էի անում, օրենք չկա, բան չկա, ով կարար ինձ դատապարտել, որ։ Եվ ես առանց օրենքի մի ժամանակ կենթանի էի, լատեսեք ինչ հետաքրքիր համարա, բայց երբ որ պատվիրանքը եկավ, երբ որ այդ պատվիրանքը օրենքի, այդ խոսքը պատվիրանքը վրա հասավ, ասма մեղքը կենթանացավ իմ մեջ, այ քեզ բան, ասма ես ապրեմ էի ինձ մար, նա տեսեք օրենքը ինչ կարևոր դեր է խաղանում, թե կարևոր չէ, ինձ մար ապրեմ էի, բայց երբ որ օրենքի պատվիրանքը վրա հասավ, որտեվ ավետանն ասма եթե գրված չլեր, չէ, օրենքը մի սպանիր, Իսկան երբ որ արդեն օրենքը ասма մեղավորների համար է, օրենք չկա, ովքեր մեղ չի գործում, բայց երբ որ դու մեղ գործում ես, օրենքը սկսում է ինչ անել, աշխատել, հիմա ոչ մեկից չեն կալանավորում, բայց եթե մեկը արդեն մարդ է սպանում, օրենքը խախտում է, նա արդեն այդ օրենքը ինչ անում, վրա ազդում է, չէ, եթե դու մարդասպան չես, այդ օրենքը քո վրա չի ազդի, ուզում է գնդակահարությունը լի, չէ, ուզում է այդ օրենքը քո մա եղած չեղած, ուրեմն շատ հետաքրքիր է, ամենակարևորը, ասма դե ինձ մար ապրում էի հավեսով, բայց երբ որ պատվիրանքը վրազ եկավ, մեղքը կենթանացավ, ասма ես մեռա։ Հիմա սկիզբը նկարագրում է իր կյանքը, որ ապրում է ինձ համար,
Բայց ասում է, որ այդ օրենքը վրա ասավ, ես մեռա, վերջ։ Հիմա ինչ է նշանակում սա, քույրեր, եղբայրներ։ Սա պարզապես դες մեծ բան չի հասկանալու համար։ Պետք է փորձենք, որ հասկանանք ոնց մեռա։ Պողոս առաքյալի վրա, այս գրքի հեղինակի վրա, երբ որ օրենքի պատվիրանքը հասավ, ինքը ասավ, վերջ, ասում է, ինձ փրկություն չկա, սենց համար կա։ Ով ինձ կազատի, չէ՞։ Ով ինձ կազատի ես մահկանացու մարմնի մեջ։ Գալիս է այդտեղ նաև հուսահատություն։ Գալիս է այդտեղ տրամադրության լուրջ անկում։ Գալիս է հիասթափություն, վերջը մարդը մեռնում է ոնց, ես մեղավոր եմ։ Ես վերջ կորուստ եմ գնում, ասում է ես մեռա։ Բարեկամներ, այսպես է գրված Աստվածաշունչը։ Մինչև որ ցորենի հատը չմեռնի, ասում է, չէ՞։ Չի կարանա պտուղ տա, սա հիմա կարևոր բան ենք մենք ձեզ ասեմ, թե անկարևոր, սա հետաքրքիր է։ Օրենքի մասին ենք մենք խոսում։ Ինչ անեմ այսօր օրենքը մեզ, բարեկամներ, օրենքով չէ թե որ փրկվում ենք, բայց օրենքը օգնեց մեզ։ Բայց այսօր Պողոս առաքյալը ասում է, ես մեռա։ Լավ էր, ինչ է ելե, որ բաց է այդ օրենք կոչվածը, այդ դրա պատվիրանքը վրաս ասավում մեռա ես, վերջ, հիմա աստեղ, երբ որ սահմանափակում ենք, մարդիկ չեն կարող հասկանալ կամ կգնան հուսահատություն, այս ինչ արեց օրենքը, այդպես է գրված, ասում օրենքը սպանող էր, գիրը ասում սպանող է, իհարկե, մեկը բռնվեց մի մեղքի մեջ պետք է սպանվեր, այս ինչ բաներ աներ պիտի սպանվեր, ամո սպանող է սա։ Բայց երբ որ մենք մի քիչ էլ առաջ ենք գնում, բարեկամներ, ասում որ որտեղ որ մեղքը շատացավ, այնտեղ ինչ շնորհը վրա հասավ, Փառք Հիսուսին։ Եվ Պողոս առաքյալը փնտրտուքների մեջ հանկարծ տեսնում է Տիրոջը։ Ով ես դու Տեր։ Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Այսինչ բաները պիտի անես։ Եվ Պողոս առաքյալը հասկացավ, որ իրոք մեռնելուց հետո փառթորեն կյանք կա, Փառք Տիրոջը։ Եվ շատ շատերը բարեկամներ, ինչու չեն կարողանամ իրանց գտնել եկեղեցու մեջ, հոգևոր կյանքի մեջ, որտեղ չեն մեռնում։ Այդ օրենքը իր լուրջ ազդեցություն չի թողել։ Իրանք չեն հասկանա, որ կատարյալ մեղավոր են եւ վերջ, իրանք չկա փրկություն։ Բարեկամներ, եթե մենք օրենքով, երբ որ մեզ ազդի օրենքը չհասկանանք, որ մենք կորսված ենք, մենք էլ փրկություն չունենք, մեր խելքը, մեր միտքը, մեր հնարավորությունները զերո են, մենք չունենք փրկություն, Պողոսի պես մարդը, որ շատ գրագետ էր, գրված է, գամաղելի ոտքերի տակ մեծացած, եւ այլ շատ ուժեղ կրթություն ունեցող, ինչ որ մի հատ կուսակցական էր, հարգված ու սիրված, հանկարծ ինքը ամեն բան միտեղ դասավ, ես մեռա եւ ուրոք ինքը մեռավ։ Հիմա չի մարդ կարողանամ ապաշխարել, որտեվ իր սրտի մեջ մի լավ բան կա, դե ես գրագետ եմ, դե ես խելացի եմ, դե ես լավ մասնագետ եմ, դե ես լավ հոգևոր եմ, ես էս եմ, այդ մարդը չի կարողանում մեռնել։ Հիմա օրենքի գործը, սիրելիներ, որն է, որ մարդուն սպանի, որ ամենածայրահեղ պայրի մեջ մարդը արդեն սկսի այդ խավարի, այդ փորձանքների, փորձությունների մեջ խարխափելով լույսին գա, փառավորվի Հիսուսը։ Եվ ով օրենքի տակ չի ընկել, օրենքը իրան մի հատ չի ապտակել, այդ մարդը թենցե խելքի չի գալի, քույրեր եղբայրներ։ Ասում եմ, ես լավն եմ, ինչ ա եղել որ։ Իսկ երբ որ եղբայրներն եմ երկու մեկ փորձում են ասել այդ մարդը չի կարողանում, ագրեսիվանում, չի ընդունում, բայց փաստորեն օրենքը ուզում է նրան սպանի, որ ինչ անի հետո կենթանացնի։ Բայց մարդը այդպես էլ իր սկզբունքներում չի ուզում մահանա, իր սկզբունքներով փորձում է առաջ գնա եւ իր հետ կատարվում է այն ինչը որ շատ վատ է, ինքը չի կարողանում իրան գտնել, ինքը չի կարողանում վերստին ծնվի, դե պետք է մարդ մահանա, չէ որ նորից ծնվի։ Չես կարող ոչ մարդուն, ոչ տենց այդպես թաղել։ Հիմա օրենքի գործը, որ սքանչելի էր, Պողոսը ասում է, ես լավ է եւ ես մեռա։ Սա ամենակարևորն է հոգևոր մարդու կյանքում, երբ որ մենք նոր ենք ապաշխարը, եւ ինչ կատարվեց մեզ հետ իրապես մենք մեղավոր ենք։ Մենք դժոխք ենք գնում։
Երբ որ այս հայտնությունը մեր մեջ եկավ եւ մենք հասկացանք, որ մենք հեչ ենք, մենք զրո ենք, մեր էությունը լրիվ ոչ մի բանի պիտանի չէ, մեր արդարությունը ոչ մի բանի պիտանի չէ, մեր հնարավորությունները, մենք արդեն շնորհը վրա հասավ, առաջարկ էր։ Ուզում ես կենթանանալ, վերակենթանանալ, վերստին ծնվել, ահա կա մեկը, որի անունը Հիսուս Քրիստոս է, Փառք Հիսուսին, որի անունը Հիսուս է, նա քեզ սպասում է, նա մեռած մարդկանց համար է։ Ես եկա, որպեսզի դուք կյանք ունենաք։ Այդ կյանք ունեցողին կյանքը հարկավոր է, ոչ հարկավոր չէ, այսինքն ովքեր մեռնում են բարեկամներ, ովքեր հասկեմա շատ նորահավատներ կան, տարիներով գալիս են, բայց չեն կարողանում իրանց գտնեն, չեն կարողանում մկրտվել իրոք, որովհետև իրանք չեն ուզում մեռնեն այդ սկզբունքներին։ Իրանք դեռ պայքարների մեջ են ինչ-որ բաներ ուզում են ապացուցեն, բայց դա չի ստացվում եւ մինչեւ աշխարհի վերջ չի ստացվելու, մինչեւ մարդը չմեռնի, բարեկամներ։ Պատահական խոսքեր չի ստեղ գրված կամ շռայլված։ Մարդը պիտի հասկանա իրոք, որ իր էությունը հին մարդը ամենավերջի բջիջը պիտի մեռնի իր մեջ, որ կարողանա ինքը գործիք լինի, բարեկամներ։ Չի կարա մարդը աշխատի Աստծո համար, եթե ինքը մեռած չէ։ Երեմիային Տերը ուղարկեց եւ Երեմիան ասաց. «Երանի թե ես ծնված չլեի, ծաղր ու ծանակ եմ լեի, ինձ հալածում են, ես չեմ կարողանում ոչ մի բան անել»։ Եվ Աստված նորից ասեց. «Երեմիա, դու արդեն դաժե այստեղ է պետք է գնաս, այնտեղ է պետք է գնաս, Երեմիա»։ Երեմիան թողեց, Երեմիային ասաց. «Երեմիա, դու չպետք է ամուսնանաս»։ Երեմիա, դու չես ամուսնանալու, ես քեզ թույլ չեմ տալի դու ամուսնանաս։ Ինչի համար։ Մարգարեները կարողանում էին ամուսնանալ, օրենքով դա խախտում չէր, բոլորը կարային։ Հետո բացատրեմ ասма Երեմիա, դու ինձ ծառայի, եթե դու ամուսնանաս, քո կինդ պիտի մահանա, քո երեխաները Երուսաղեմի Հուդայի աղջիկների պես պետք է խփվեն, մայր ու մանուկ պիտի մահանան, պիտի մեռնեն։ Երեմիա, դու այստեղ մնա, իմ ժողովուրդը ինձանից հեռացել է։ Շուռը եկել ինձանից, Երեմիա, ես քեզ ուղարկում եմ գնա։ Ես նրանց քո առաջին փայտ կանեմ, եւ իմ խոսքերս կրակ եւ կայրի նրանց, գնա Երեմիա։ Եվ Երեմիան հասկացավ դա, որ ինքը ոչինչ է, ինքը Աստծո ձեռի գործիք է, որտեղ ինքը իրապես մահացել էր, երբ որ իրան կանչում է Տերը, բարեկամներ, շատ հետաքրքիր ձևով է կանչում Երեմիային։ Հիմա ասма օրենքը վրա հասավ եւ ես մեռա, բարեկամներ, ինչու ենք խուսափում հիմա այս օրենքից, որը քո սպանում է եւ գծում է շնորհի գիրկը, Փառք Հիսուս Քրիստոսին։ Մարդը, երբ որ ջերմաչափը դնում է իր թևի տակ արդեն, տեսնում է, որ արդեն 41 աստիճան է։ Հասկանում է, որ արդեն վերջ իրան մահ է սպառնում, որտեղ 41-42-ում կարող է ինքը մահանա։ Օրենքը ցույց է տալիս ինքը, որ դու ոչինչ ես, որ այո դու պիտի մեռնես, մինչև չմեռնու քո զգացմունքները, մինչև չխոնարհվես, մինչև վերջ, բարեկամներ։ Եվ շատ անգամներ մարդը չի ուզում խոստովանվի իր մեղքը։ Դե հարմար չի, տհաճ է։ Այսինքն մարդը չի ուզում մեռնի, հասկանում եք։ Մարդը չի ուզում, Աստված ուզում է նրան սպանի, որ նոր կյանք տա։ Որտեվ հին Ադամը անդաստիռակ է քուրեր եղբայրներ, ինչքան ուզում ես դաստիռակի, անհնար է։ Գայլին կապի գառի մոտ, մի քիչ հեռավորության վրա, տարիներով կեշտ ու հենց բաց թողեցիր գառը ուտելու է, չի կարա գառ դառնա գայլը, երբ որ իր բնույթը այդ ձևի է, չի կարա, սիրելի բարեկամ, չի կարա, հին մարդը իրոք անդաստիռակ է եւ վերջակետ, դաստիռակելով գործ առած չի գնա, պիտի մեռնենք։ Եվ եթե այսօր մենք չմեռանք, խնդիրները շատանում է, փրկության հույսը կտրվում է։ Եվ Պողոս Շարաքյալը հետո ասում է, բայց շնորհակալություն Աստծո, Փառք Հիսուսին, որ ելքը կա, դուռը կա, փրկությունը կա, Տերը ինձ սպանեց, որ ինձ կենթանացնի, Փառք Հիսուսին։ Եվ հին կամ նոր հավատացյալներ, երբ որ մեր կյանքում չկա առաջընթաց, հիշեք, մենք չենք մեռել։
Մենք դեռ բաներ ենք պահպանել հին մարդուցին Ադամից կա եւ դրա համար ենք մենք պատժվում չենք կարող առաջ գնալ ավետանը այլ բան է ասեմ մենք այլ բան ենք անում ավետանը այլ ճանապարհով է տանում մենք այլ ճանապարհով ենք որովհետեւ մեռած չենք հնազանդվում չենք խոնարհվում այո ես էլ բացառություն չեմ դրանց մեջ եղբայրը անդամականին ասավ գնում ենք որ կարտոշկա հանելու իրոք իսկ 90-ական թվականին այդ մահը կարծես թե հետաքրքիր էր կատարվում, սաղի վրա էր այդ մահը տիրել։ Կռիվ էին անում, թե ով պետքա գնա փայտի որբերի այլմար, չասում են դու հաջորդ անգամ կգաս, այնքան շատ էին։ Ես եմ ուզում, սենց հավեսով, ուրախ, հենտով է աղքատություններ էլի, սենց ուտելու բաներ շատ չկար, կհիշեն, ասենք ամեն ինչը, բայց մարդկանց ուշք ու միտքը ծառայելն էր հիմա, մի քանի հոգի, Տերը օրհնի նրանց։ Մի քանի հոգի, բայց այնքան շատ պետք էր, ասում այն որ հայտարարեցին տաճարաշինության համար ոսկի արծաթ հավաքելու, ասում այնքան հավաքվեց որ քահանան հովիվը թագավոր հայտարարեց վերջ դրեք, այնքան հավաքվելա որ վերջ։ Բայց կարծում եմ սա ոչ թե մեզ դատելու համար եմ ասում, մենք այդ ռեսուրսը, այդ հնարավորությունը չունենք։ Աստված գիտի, որ մենք կաղ չենք մնացել, դրա համար մեզ չի պատժում, չունենք այդ հնարավորությունը, չենք մեռել, ինչ պահանջի, հողը մոխրից ինչ պահանջի, որ պատրաստ է Աստված նրան է օգտագործում, այդ չեմ կարա, ինչ անի ինձ։ Ես լավ չեմ վարժվել, եւ լավ չեմ պարապից, մրցումների չի տանի, որ 100 կիլոգրամ ծանրաձողը ես բարձրացնեմ, չէ, բայց ով որ ֆորմի մեջ է, նրան է տանան, որ չեմպիոն դառնա։ Հիմա Աստված գիտի, որ մենք չունենք այդ հնարավորությունը, մեր վիճակը այն չի, որ թողնենք ամեն բան սիրով գնանք կարտոշք անենք, հետևում կարտոշք են եկեղեցու։ Բայց իմ կարտոշկեն է պետք է գականեք, ես ձերը պետք է հանեմ, այս սա է հարցը, այդ բանը մեր մեջ չկա, այդ սերը, այդ խանդավառությունը, որ այս պստիկներից մեկին այցիկ ինձ այցիկ, հիմա Տեր ջան ինչ անեմ որ քումա, ինչ պետք է հանես արի կարտոշք ես հանի։ Այս պստիկներից մեկին արեցիք, ինձ արեցիք, բայց հիմա վերջի օր ինչ ենք ասելու բարեկամներ, այսինքն Փառք Հիսուսին այս օրենքի համար, որ սպանում է որ կենթանացնի, բերեք ոտքի կայնենք բարեկամներ, բերեք իրապես Սուրբ Հոգուն տեղ տանք Փառք Հիսուսին, բերեք անկեղծ աղոթքներ անենք, Տեր Աստված իրոք ինձ սպանի, իմ սկզբունքը սպանի է, չար ցանկությունը սպանի, աշկի ցանկություն, մարմնի ցանկություն, կյանքի ամբարտավանություն, որ խեղդել է մեզ։ Այդ հեռախոսի չեն կարող հրաժարվենք, ուր մնաց ուրիշ բաներից խոսել։ Տեր ասма ես դեռ երկրավոր բաներն եմ ձեզ ասեմ ու չեք հավատամ, բա որ երկնավորը ասեմ, ինչ կլինի ձեր վիճակը, չեք կարող, դեռ կաթեք ուտեմ, դու դեռ չափահաս չեք, դրա համար չեք աճում։ Բարեկամներ, բերեք լուրջ աղոթք անենք։ Մենք աղոթքով ենք սկսեմ Հիսուսի անունով։ Բերեք թող օրենքը մեզ սպանի հիշի, Հիսուսը սպասում է, դուռը բաց է, շնորհը քո կողքին է, մի վախենա, ինքը փրկության ճանապարհ կտա, թող փառավորվի նրա անունը, Տեր։